Ինչու է անձնական ձեր ամբիցիաների պատճառով Հայկ Սարգսյանի նախագիծը կառավարել։ Դուք ասել եք, թե իբր ես Ամերիկայում եմ հանձնաժողովի Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ուսողտա եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենալ եւ հանձնաժողովի նիստը բնականաբար լավ կլիներ որ այստեղ լինեի, բայց մտության քողի տակ փորձեցի արտահերթ նիստ անել, հետո չարեցի։ Փոխանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց, որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության դժդերով շատ խնդրահարույց է։ Եվ ֆրակցիան դեմքի վերքի նաեւ ինքը։ Ես որ հիշեցրեցի։ Եթե այդքան ես առաջին անգամ դեմ պատմության մեջ որ մի մարդ իր նախաձեռնությանը դեմքը ո՞ն էր կարող որ բանակում փողով ազատվել։ Դա ասում ես sense դրանց այդ մարդիկ թողնում գնում են։ Կարևոր է ձեր կճարմինի գլացի անգամ, որովհետև ամեն օր քաղաքական Դուք շարունակեք Հայկ Սարգսյանից հարցազրույց վերցնել։ Դուք հիմա Պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատել։ Չասում այդ տղաները այսպես թե այնպես գնում են։ Որ տղաները ցանկը թողտել, որ տղաների մասին։ Ցանկը ասում են զանգում են, ովքեր են զանգում։ Ոստիկանությունը որ 3000 հոգի Կարին այդ թվերը շատ վիճահարույց են, չէ՞։ Պաշտպանության փոխնախարարն էլ խոսեց։ Նախքին, երբ որ շրջանառում են նախաձեռնություն, այնտեղ MC թվեր էր ներկայացրել զորակոչի հետ կապած 2009-2010 թվականների, եթե այդ թվերով շարժվենք, ստացվում էր, որ բանակը 50%-ով գոյություն չուներ։ Երբ որ այդ քննարկման, ֆրակցիայում քննարկման ժամանակ այդ ասվեց, այդ թիվը 50% ավելացրած, որի եզրահանգումների վրա ինքը հանգել էր ինչ-որ եզրահանգումների, բայց վերջին 2 տարվա ընթացքում զորակոչի թիվը աճում է։ Հիմա դա ինչի է դա պայմանավորված։ Հիմա կասեն խաղաղության գուցեև, բայց որ նաև օրենքներ են ընդունել, որը փոխում է միջավայրը, եւ այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալի մայրերին առաջին հերթին վստահ լինել, որ այն ինչ որ կար բանակի ներսում եւ շարունակվում էր, ինքը կանգնած է եւ մահացան դեպքերի մասին քիչ առաջ լսեցի փոխնախարարը ասեց, քանի դեպքից քանիսն է բանակի ներսում տեղի ունեցել։ Խնդիրներ կան եւ հիմա որ փակ քննարկում ենք անում, այնտեղ էլ բանակի գերավարության հետ կապված, նաեւ չլուծված խնդիրների հետ կապված մենք աշխատանքային քննարկում անեցինք, որի արդյունքում շրջանառության մեջ կդրվեն այնպիսի դրվագներ օրենսդրական բացերի լրացման, որը հնարավորություն կտա շարժվել առաջ։ Ամեն օրը խաղաղության պետքա օրենսդրությունից սկսած իրականացնել ծրագիր, որ մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից։ խոսում եք բանակի Դուք ինչ եք միշտ աչ թևի տակ։ Դուք խոսում այլ որոշում եք ունեցել, բայց հետո ձեր ով ասում։ Շարունակեք Հայկ Սարգսյանից հարցազրույց վերցնել։ Ես ասեցի այն Ամերիկայից կգամ ընդունենք այդ որոշումը, բայց որը Բա եկա հակառակ արեցի։ Շատ որ միստիկ չեք վարել։ Պարոն Կիրակոսյան, ես շատ լավ գիտեմ ձեր վերնագրերի փնտրտուքը, ես ծանր չեմ տարել, ես ծանր տարել եմ լուրջ ես ասում, ինչ ես ասում։ Ես խզվեցի, լսի։ Ես ծանր եմ տարել թռիչքի տևողության վրա, ոչ թե այստեղ գտնվելու։ Ամերիկայից Մեկ ուրիշ հարց, հապկից դուրս գալու մասին, այսպես հասկացությունների Մենք դուրս ենք եկել։ Չէ, դե սառեցված։ Ֆոնը դրեք մի կողմ։ Մենք այսօր սառեցված։ Ուրիշ։ Հնարավոր է գամի փուլ, որ այսպես որոշում կայացվի, Մի ասա երբեք։ Ես չգիտեմ, աշխարհը շատ անհանգիստ է, այստեղ հապկի խնդիրը չի։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրի մեր քայլերի հաջողականությունը։ Դուք հիմա ուզում եք էլի ինչ-որ մի բան բռնցնեք, հապկը վերջին հաշվով, երբ որ հապկ պետք է հանդես գար ինքը կար։ Տեսեք, Մոսկվայում քննարկումների ժամանակ հապկի հետ կապված հապկի գործողությունները փորձեր արում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված հապկը անելիք ուներ, չարաշ չէ։ Մեր խնդիրը առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի հետ։ Եվ մենք 2 թե 3 անգամ դիմել ենք հապկի աջակցությանը։ Այդ աջակցությունը բացի բանավոր այսպես խոսքից ոչ մի հեռանկար մեր համար չի հանդիսացել։ Եթե ԿՊԱԿ-ն ասում է Սարի գլխին ջուն է, այդ Սարի համար ինչի պայքարել։ Մեկ կարող է սխալ տեղեկություն տված։ Երբ ԿՊԱԿ-ները ասում են, որ այդ Սարի գլխին ջուն է տարին 12 ամիս, ինչի պայքարենք։
Կարծեմ Սև լճի մասին այդ պատմությունների ժամանակ։ Չէ, ավելի շատ զյուն երկրորդ կորպուսի Վարդենիսի ուղղությամբ։ Հապկը ինչու պետք է միջամտել, ինչ եք կարծում։ Որովհետև կարգային պարտավորություններ կային ջան։ Բայց ասում էին, որ ասում էին, այլ կետով եք դիմել եւ այլն։ Չէ, բոլոր կետերը ճիշտ են։ Այսինքն դուք չեք բացառում, որ ինչ որ մի փուլում հապկից դուրս գալու, վերջնականապես դուրս գալու հարց դրվի։ Այն ինչ որ մեր երկրի շահը կթելադրի, այդպես է շարժ։ Հայկ Սարգսյանը նաև ասում էր, որ սինդիկները բանակում շաբաթը մեկ անգամ են լողանում, ասում են դե թող ղեկավար կազմներ շաբաթ։ Ես կարող եմ տեղեր ասել, որ մեկ անգամից ավել են լողանում, կամ տեղեր, որ մեկ անգամ են լողանում, ինչը պատահել։ Բայց մենք, որ ասում ենք բանակի կերպարանափոխում, նաև լոգանքի հնարավորություններն են, չէ՞ մեծանում։ Այսինքն բանակի կարիքը Ափսոս որ դու չես ծառայել, խնդիրը եղել, որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել, դու էլ չես ծառայել։ Հանգոստանյանը, չես կարող մեղադրես։ Ձեր տղաներ չի ծառայել։ Այո, դիմեք գլխավոր դատախազին չծառայել։ Դուք էլ դիմեք, եթե խնդիր տեսնեք։ Ձեր մասով ես ես նայում արդեն տեսնում եմ դուք պետք է չծառայեք։ Ձեր տղաներից չի ծառայել։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո բանը։ Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաների Դու նրա գիտելիքների չափ ունենաս դու չես ծառայել։ նույն Հայկ Դուք Սարգսյանը ինչի վանդությամբ եք ասում։ Հարցում արեք տնային թող ասեք։ Անպայման ես փոխեմ ուրիշ։ նույն Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաներն էլ շաբաթը մեկ լողանան, տեսնենք լավ է։ Հայկ Սարգսյանի ասածը չեմ ուզում մեկնաբանել։ Մեկ անգամ, երկու անգամ, լավ կլինի ամեն օր լոգանք ընդունեն, առավել ևս, երբ որ լուսա բացվում է, եւ իրենք իրենց մարզումները պետք է սկսեն, մարզումից հետո նրանք պետք է ինչ-որ մարմինը ենթարկեն լոգանքի։ Հիմա լոգանքը սառը լոգանք, տաք լոգանք, մենք հիմա ցկտում ենք, որպեսզի զորամասեր ունենան լողավազաններ, չէ՞, բայց դա լոգանքը չի։ Լոգանքը բանակում դա շաբաթական լոգանքը, որ ասում են, դա ֆունդամենտալ մեկ օր ինքը ամբողջությամբ մարմինը ենթարկացնում է ջերմային եւ սանիտարական մաքրման եւ սպիտակեղենն է փոխվում եւ ամեն ինչ դա միայն լոգանք չի։ Ասում են հոգաբորդից մահացել է, որովհետեւ սառը Լսեք, հիմա փոխնախարին այդ հարցերը կտայեք։ Հայկ Սարգսյանը ասում է, Հայկ Սարգսյանը բերում է ասած թղթերի ինչ որ տրցակ, հետո ինքը սկսում է թղթերով ինչ որ եզրահանգումներ անել, որը մերժվում է։ Նաև ինքն է մերժում, ես չգիտեմ, դիագոմար նիստում ինձ շատ հետաքրքիր է Հայկ Սարգսյանը ոնց է քվերքել։ Չէ, չնայած հիմա քանի որ ինքը ցուցակում չի, կարող է լրիվ ուրիշ ձև պահի։ Պարոն Քոչարյան, հետո մենք տեսնում ենք, որ Դուք արդեն մի քանի դուք չարաշահում եք աջ թևիցը զախանց։ չեմ ուզում այդ հարցը։ Չէ, չեմ ուզում ձեզ մոտեցնել։ Որտեղ դուք շատ հարց տվեք։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ։ Երրորդ Սերժ երրորդն է։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ երկրորդը բան է Զատիկի մասին բան էր գրել։ Տեսա հոլովակ։ Բայց զուն չտեսա կարմիր։ Հետևում եք փաստորեն։ Պոլի չտեսա, զուն չտեսա։ Դեպի ուտելու մենաշնորհը ԿՊ-ին մեջ չեն ուզում Դուք տվեք հարցը շատ էր, պարոն Քոչարյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարից հետո լրագրողային հրապարակություն անդրադառնալով կառավարող ուժի այն բնդումներին, որ եթե իշխանության դուք չլինեք, ապա պատերազմի վտանգը մեծ է, քանի որ ընդդիմադիր ուժերը գալու են եւ վերաբանակցելու են սեղանին եղած խաղաղության հաստատումը, ասաց, որ ընդհանրակը սոցիոլոգիական հարցումներ կան, որոնք հակառակ բանի մասին են վկայում, որ եթե դուք մնաք իշխանության, այդ դեպքում պատերազմի վտանգ։ Ինչ եք ուզում ես պատասխանել։ Ձեր գնահատականը Սերժ Սարգսյանը Բացասական եւ ընդհանրապես դեռ շատ անհիշելի ժամանակվանից եւ վերջին ճանաչում։ Ճիշտ ունեցել եմ բացասական գնահատական իր քայլերի հաջորդականության վերաբերյալ։ Մինչեւ պաշտոնության նախարար լինելը։ Ուրիշ։ Պարոն Քոչարյան, հունվարին Փաշինյան Այո, ասում մի է, որոշեք քարորիայի հետ կապված նաեւ ինձ հաջողվել է Սերժ Սարգսյանին տալ բազմաթիվ հարցեր, ստանալ պատասխանել մոտ 5 ժամ։ ասում են, որ քարորիա պատերազմում եք հաղթանակ եք տա։ Դե կներես։ Բայց գործող իշխանությունը Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ Հայաստանը ինքը հասցրել է այն մակարդակի, որ նույնիսկ ատոմային տիրություն է դարձրել։ Ու ասելով չի։ Իսկ ով բերեց 2014 թվականի պատերազմը։ Ձեզ մեղադրում են, ասում են 3 պատերազմ դուք եք բերել։ Իսկ 16 թվականի պատերազմն ով է բերել ձեր դիտար։ Ինքը գնացել է Արցախ եւ ասել է, այնպես չանեք, որ ղարս երկենք, դա ինքն է ասել, ես չեմ ասել։ Պարոն Քոչարյան, ծնողները կարծում են, որ պետք է հրապարակվի Ծնողները նայ։ Մենք ունենք 3900
70 զոհված, չնայած նույն Սերժ Սարգսյանը եւ Զատիկի տեսահոլովակ դրած Ռոբերտ Քոչարյանը տալիս է 5000 զոհ, 1000-ով ավելացնում է, քիչ ավել։ Այդ 1000-ը ձեր հորտնից եք գրել երեխեք։ Փաշինյանը պլյուս մինուսներով էլ հաշվում։ Չէ, Կարինա, ես հիմա լուրջ եք խոսում կամ ուզեք ես մտնեմ այդ դաշտ։ Հիշում ենք։ Չէ, լսո։ Դա համար դուք էլ մի մտեք այդ դաշտ, ոչ թե Ես ոչ թե լավ եք անում, հիշեցրեք։ Սա հարցը հետեւյալն է։ Հիմա ծնողները, զոհվեն տղաները։ ծնողների այն խումբը, որ հիմա բարբերաբար հիշում է եւ հիշում եք մեծ լսումներ արեցինք երկու этаպով ազգային ժողովում։ Այդ հիմնախնդիրների, որոնք իրենք բարձրացնում են։ Նաեւ անընդհատ ծնողների խումբը, որոնց մեջ նաեւ կան ծնողներ, որոնց երեխաների ԴՆԿ ԴՆԹ-ն հաստատված է եւ այդ երեխաները ինչ հիմա վերցված չեն դիահերձարաններից, այդ էլ կա։ Ամեն ինչ կա։ Նաեւ քննչական կոմիտեն, որը քննություններ իրականացրել եւ բավականին լավ հաջողություն ունեին եւ դա պետքա հիմք հանդիսանար որոնողական աշխատանքները կոնկրետ կետում, որտեղ քննությունը ըստ էության կարողացել էր դժողների իրավահաջորդներին ցույց տալ մահվան հատվածը կամ անհետ կորելու հատվածը որտեղա պետքա իրականացնել։ Հիմա զեկուցում։ Զեկուցը գտնվում է գաղտնի բաժնում։ Զեկուցի հետ կապված վերջին փաստաթղթերը, պարոն Ավետիսյան, դու կարող ես տեղեք։ Չէ։ Դեռ գաղտնի բաժնից մեր մոտ հանձնաժողովի մենք դեռ փաստաթղթեր ունենք, որ պետք է իջեցնենք առաջի բաժին։ Բոլորը հանձնել ենք արդեն։ Այսինքն երեկվա դրությամբ մենք ավարտել ենք, իսկ դա մոտավորապես արդեն 2 ամսից, քանի ամիս է տեղափոխվում։ 3 ամիս պատկերացրեք ծավալ ինչքան փաստաթղթերը ուսումնասիրվել է, տեղափոխվում առաջի բաժին։ Իսկ դա ինչ հնարավորություն է տալիս ոչ միայն պատգամավորներին, նաև այն պատկան մարմիններին արդեն ունենալ զեկույցը, ստանալ զեկույցը, դրա հիմնավորումներով, որտեղ զեկույցը օրինակ գրած թող չի։ Դրա տակ դրված են բոլոր այն հիմնավորումները, որը ներառված են այդ զեկույցի մեջ։ Ինքը 200 էջից ավել էր, հիմա ավելի այս ամբողջացնելու պարագայում բուն զեկույցը իր բովանդակությամբ եւ տեսագրություններով, ձայնագրություններով եւ քարտեզային հավելումներով ինքը դարձել է 500 էջից ավել։ Փաշինյանն ասում է Մի ես ասав չգոյս ինչ անում Չէ, հիմա չկա մի բան, որ ես չիմանամ այդ զեկույցից։ Բնակարար երկի վարչապետն է, բող ունի։ Այսինքն այդքան է կարևոր չէ, որ հանրայնացվի։ Այդպիսի բան մի ասեմ ասրեք ասած։ Պարոն Քոչարյան, այնուհանդերձ այդ ծնողները ինչպես պետք է ծանոթանան բովանդակությանը, որովհետև իրենք բազմաթիվ Ծնողները այնպես ոնց որ իրենք են ուզում, իրենք չունեն, լիազորված չեն այդպիսի իրավասությամբ, որովհետև այդ գաղտնի հուշ գաղտնի փաստաթղթերին ծանոթանան։ Կներեք, նույնիսկ կան հակբաբաներ, որ ինչ պետք է դա իրենց այդ փաստաթղթերը։ Վերջին աչու ես ծնողներին վերջին այս բանի երբ որ ծնողները այստեղ են, մի քանի օր առաջ կասեմ Ղուկասյան Արսենը ասեց պարոն Քոչարյանին, երբ որ հարցրինք բացոնողները, պարոն Քոչարյանը մեզ ասեց ինչի չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին։ Այո, 2 հոգի պատվիրակած ունեն, կարծեմ 2 նիստ եկան եւ չեկան։ Մեկը հետո Մոսկվայից զանգեցին, հիմա կարծեմ զինված ուժերով մայորը կոչում ունի ծնողներից մեկը։ Մյուսը այդպես էլ բայես դա է դեղ ինչ անի։ Դա է որպեսզի մենք վստահ լինենք մեր աշխատանքի որակի վերաբերյալ, չկա։ Հիմա եկել են այդ նույն ծնողները եւ ասում են լավ կլիներ Սամվելը փոխգնդապետ Հովհաննիսյան այդ ծնողներից զոհվածի ծնողը եկավ մի նիստի, որտեղ Փաշինյանն էր հանդես գալիս զեկույցով, եւ ես սպասում եմ, որ դրանից հետո անընդհատ պետք է ինքը մասնակցի, որովհետեւ նաեւ ակնկալում է հետադարձ կապը ծնողների ինֆորմացիայի, որ մենք ունենայինք, որովհետեւ մեր աշխատանքը ավելի լավ կազմակերպենք։ Ոչ թե միայն պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը պահանջենք, որպեսզի բանանենք հետախուզական փաստաթղթերը, քննչական կոմիտեները եւ այլն։ Նաեւ ծնողները ունեն իրենց ստեղծած արխիվը։ Այդ արխիվային փաստաթղթերը այդպես էլ մնաց իրանց մոտ։ Ոնց։ Բայց չէ՞ որ դուք ակնկալում եք հանձնաժողովի որակյալ աշխատանք եւ զեկույց։ Հիմա մենք զեկույց ունենք, ինքը հնարավորինս սակավաթիվ ուժերի պայմաններում ստացել է բովանդակային հիմնավորումներ։ Բավական է, որովհետեւ եթե քարորիայի ժամանակ շատ դժվար էր որևէ փաստաթուղթ ստանալ, կամ կեսում ենք, կամ չեն տալ։ Էլ չասեմ, որ եթե հիշում եք մարտի 1-ի փաստավար խմբի ժամանակ մեզ
կեղծ թղթեր էին տալի, ազգային անվտանգությունը եւ այլն։ Առավոտյան ինչ եղավ, կեսօրին ինչ եղավ, սա խափում էին։ Բայց մենք կարողանում էին գտնել ձևաչափ, որ մեր ուզած փաստաթուղթը sense տենց հայտնվում էր մեր մոտ։ Ինչ ճանապարհներով է չես։ Դա 30 թրաման է, նախկինից եմ ասում։ Հիմա Սերժյանն ասում է մենք հաղթել ենք, շատ լավ։ Որ հաղթել ենք, այդ դեպքում Արցախում ինչ էր համոզում քաղաքական էլիտային Ձեր համար բարձ դարձավ, ինչու որոշում կայացվեց, ընդհանրապես 44 օրյա այդ հանձնաժողովի զեկույցը չքննարկել խորհրդարանում։ Ձեզ համար բարձ իմ համար ամենակարևորը զեկույցի առկայությունն է։ Ճիշտ հասկացեք, ոչ թե որ մենք ժամկետ ենք խախտել, ըստ օրենքի մեկնաբանության հարցը։ Մի իրավաբան մեկն է ասում, մյուսն է ասում, ազգային ժողովի նախագահը հենվել է այն կարծիքի վրա, որ զեկույցը լինի ինչ-որ ձևաչափով քննարկվի, բայց կանոնակարգ օրենքը չխախտվի։ Ընկալման խնդիրը, զեկույցը ամենակարևոր գոյությունը ունի։ Այդ զեկույցը sense թե նենց 20 էջից բաղկացած եզրակացություն ունի։ Այդ եզրակացությունը պետք է Հայաստանի Հանրապետության։ Որտեղ այդ ծնողները, որ հարցնում են, իրանք ես ինչքան հասկանում ասում են, թող զեկույց ասի իմ տղան, որտեղ է անհետ կորեք կամ զոր։ Հանրաժողովը այդ խնդիրը իր արժև գուցե մասնավոր ունենար կոնկրետ մի դեպքով, բայց մենք այնտեղ ծավալը պատկերացնում ենք եւ հանձնաժողովը ազգային ժողովի հանձնաժողովը ինքը տվել է եզրակացություն թե մեր պարտությունը որտեղ պետքա փնտրեինք, որտեղ ենք թերացել։ Եվ դրանից դասեր քաղելով մենք ինչ պետք է անենք մեր անվտանգային միջավայրը բարելավելու, այն ինչի ուղղությամբ կատարում ենք որոշակի աշխատանքներ եւ լուրջ աշխատանքներ։ Լուրջ են առումով, որտեղ տարբեր Հիմա այսօր ասեմ, կասեք ինչ եք թիրախորում, տարբեր բայղուշներ էկրանի մյուս կողմից ասենք Արշակ Կարապետյանը հելմնս բաներ ասում, բայց այդ մարդը եղել է պաշտպանության նախարար, մեր իշխանության օրոք, պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանը հանդես է գալիս որպես իշխան Համլետի հայր եւ դուրս է գալի բաժնություն անում մեր երկրի գլխին։ Ինքը պետք է եթե այդպիսի ազնիվ նախարար էր, ինքը ինչի՞ փախի իր երկրից։ Մենք գիտեք, մի հատ պաշտպանության նախարար ունենք փախած Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վիգեն Սաքսյան, հայտնի պիսերը, մի հատ էլ ով արուսստում։ Ոստեղ նա արդեն ուզում է բան։ Ռուսակցություն աստծո, Վաղաշակ Հարությունյանը։ Չէ։ Միխայել Հարությունյանը նա մարտի 1-ով է։ Բայց պատկերացնում եք երկրի պաշտպանության նախարարները փախել են իրենց երկրից, դուրս եկել սահմանից դուրս։ Նրանք պետք է սահմանի ներսում լինեն։ Իմ գնահատականները հիմա կհնչեցնենք, ասեմ, էլի թիրախավորեց մեր հրաշալի նախարարներին, հրաշալի նախարարները նրանք են, ովքեր գտնվում են երկրի սահմանի ներսում, անկախ նրանից ինչ կլինի։ Վերջին աշխարհ բոլոր պատմական ֆիլմեր եք նայում, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, զինվորականներ, մարշալներ, դատապարտված, պետք է այնպես անես, որ դու քո պահվածքով, վստահություն ներշնչելով երկիրը դարձնես ապահով եւ անվտանգ։ Չունի այս իշխանությանը, դուք լավ հարաբերություններ ունեք։ 90-ականից երբ որ ինքը Սուզանավի վրա ծառայությունից հրաժարվեց եւ եկավ ներքին գործերի փոխնախարարի այն ժամանակ ես ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն եմ։ Ես այն կարծիք ունեմ, որ Հարությունյանը լավ արեց, որ 90 թվականին եկավ այս։ Չէ, հիմա ոչ։ Ես կարող եմ ասել, Վաղաշակ Հարությունյանի եղբայրը շատ լավ ազգային անվտանգության ծառայության նաև փոխնախարար այն ժամանակ մահացել է։ Պարոն Քոչարյան, Իրանի հետ կապված պատերազմի պայմաններում Թրամփի ուղու կառուցումը, որը Փաշինյանը հունվարին ասում էր, դա մեր անկախության, ինքնիշխանության 99 տարով երաշխիքն է։ Ինչպես եք գնահատում Իրանի այս պատերազմի պատերազմ սկսվում է եւ ավարտվում է։ Երբ որ սկսվում է, այլ իրավիճակ է առաջանում, տարածաշրջանային, համաշխարհային եւ այլն։ Ավարտից հետո ֆիքսվում է ինչ-որ իրավիճակ, որին համապատասխան պետք է դու քո քաղաքական հեռանկարը եւ վերլուծությունը կառուցես ըստ դրա։ Մեր տրիպի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի հատ առավելություն, մեր սահմանի վրա կրակոցներ չկան։ Հրթիռները բոլոր տեղերը թռնում են, մեր սահմանի այս կողմը գտնվում է հանգիստ վիճակում, բայց կարող է փոխի դրա համար մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինված ուժերը ինքը այն նպատակներով դրել է իր առջև, ունենա լուծումներ, իսկ այդ լուծումները տալիս է հայ մարդը, որը բանակին տալիս է զինվոր, որը որ երկրին տալիս է հնարավորություն այդ զինվորին ապահովելու խնդիրը լուծել եւ հեռանկար։
Եվ մնում է մենք անկեղծ լինենք մեր սպայակազմի նպատակների համար, որտեղ նայեք, այսօր ներքին գործերի նախարարությունը բերել էր նախագիծ օրենսդրական, որը շատ կարևոր է, որպեսզի կադրային մրցակցությունը մենք դարձնենք անշրջելի։ Նույնը բանակը մի քիչ ավելի շուտ սկսել էր, տարբեր ծրագրեր։ Եկեք այդ նպատակին բոլորս ծառայենք, ես կողմ եմ, որ ինչքան հնարավոր է տվեք այդ հարցերը, ես դեմ չեմ։ Իրանական նոր լարվածությունը Նարեկը կարա արդյոք այս ծրագիրը արդեն այսպես խոցելի չի դարձնում եւ Իրանը ավելի շուտ Դու ուզում ես խոցելի դառնալ։ Չէ, ինքը ինչ որքանով է իրապես Բոլորը չգիտես ինչի ուզում են, որ այդ ծրագիրը չկայանա։ Ծրագիրը չգիտեմ։ Չէ, Իրանի հետ կապված։ Ձեր հիմնադիր գործընկերները դերապանետներն ասում են, որ վերքում եք հաստատված կառավարությունը, բայց դա շատ թույլ, շատ հեղեղուկ, մեկ Այո, դա թույլ, այո, դա թույլ ճիշտ են ասում։ Այդ դեպքում ինչի իրանք խաղաղության քայլեր չեն անում, որը չէր բերի քարորյա պատերազմի դելավելի։ Ինչը դե լավ էլի պատերազմ եղել է Ռոբերտ։ Շատ լավ, դուք իմ ուժեղ երաշխավորված խաղաղության նրանց խոստմանը եւ ինչ են շնորհք ուժեղ խաղաղություն եւ երաշխավորված։ Ոսեք ցանկացած ստորագրված փոստատուկ կարելի է խախտել։ Դու ստեղծի քո այնպիսի միջավայր անվտանգային, որ խախտել դժվար լինի։ Դու ինքդ պետք է երաշխավոր լինես քո երկրի անվտանգությանը։ Հիմա քո չան ասում իմ օրոք։ Իր օրոք մարտի 1 ա եղել, իր օրոք այնքան բաներ ա եղել։ Ասես ասում միակ նախագահն եմ եղել, որի պաշտոնավարման օրոք։ Գնացեք բոլոր լրագրող եք, գնացեք նայեք սահմաններում տիրող իրավիճակը եւ իր թողած բանկաբուդոլիկ եկեք։ Հիմա Ալեն Սիմոնյանը երբ ասում է Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, կարող ճիշտ եք համարում։ Ասում է հիմա Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։ Եվ Հայաստանն է Ադրբեջանը։ Հայաստանն է Մեր Ադրբեջանը։ Սա ինչպես է մեր ժողովուրդն է իր անվտանգային համակարգով, իր զինված ուժերով եւ իր քաղաքացիներով։ Դե ինչ է ասում Ալեն Սիմոնյանը, որ Ադրբեջանն է երաշխավորը։